Պարենի համաշխարհային գները նախորդ տարվա դեկտեմբերին 2023 թվականին ու ժամանակահատվածի համեմատ նվազել են 6.7%-ով։ Ընդհանուր առմամբ միջին ասված 2024-ի եւ 2023-ի նկատմամբ մենք ունենք 2.1%-ով գների նվազեցում։ Համաշխարհային գների ինդեքսը հաշվարկվում է հիմք ընդունելով ապարենային ապրանքների 5 հիմնական խոշոր խմբեր, դրանք են հացահատիկային ապրանքները, դրանք են կաթնամթերքը, միսը, շաքարը եւ բուսական յուղերը։ Գնանկումը պայմանավորված է թե ընդհանրական, թե յուրաքանչյուր ապրանքատեսակի համար առանձնահատուկ գործոններով, ընդգծում է ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ավագ տնտեսագետը։ Օրինակ, շաքարավազի գնի նվազումը պայմանավորված է հիմնականում արտադրող երկրներում շաքարեղեգի բերքի հեռանկարների բարելավման հետ, իսկ հացահատիկի դեպքում արտադրական ծավալների բարձր ցուցանիշներով։ Շաքարավազի գինը նվազել է 13.2%-ով, հացահատիկային ապրանքատեսակներինը 13.3%-ով։ Բուսական յուղերի, կաթնամթերքի եւ մսի պարագայում մենք ունենք գների բարձրացում, համապատասխանաբար բուսական յուղերի դեպքում 9.4%-ով, կաթնամթերքի դեպքում 4.7 եւ մսի դեպքում 2.7%-ով գների բարձրացում ունենք։ Հայաստանյան շուկայում պատկերը մի փոքր այլ է։ Օրինակ, մսամթերքի գները 2024 թվականի դեկտեմբերի նախորդ տարվան ու ժամանակահատվածի համեմատ նվազել են 0.9%-ով, կաթնամթերքի պարագայում 2.6%-ով, իսկ բուսական յուղերի, շաքարավազի, հացահատիկային ապրանքատեսակների եւ ձավարեղենի դեպքում գնաճ է արձանագրվել, համապատասխանաբար 9.7, 2.6 եւ 0.6%-ային կետերով։ 2024 թվականին 23 թվականի համեմատ Հայաստանում նույնպես պարենի եւ սննդամթերքի ընդհանուր գները նվազել են, նվազման միտում կա եւ կարծում եմ դա պայմանավորված է մի շարք գործոններով, նախ եւ առաջ սպառողական հոգեբանության փոփոխություն կա, կարծում եմ, եւ մարդիկ արդեն ավելի ռացիոնալ, ավելի օպտիմալ են այդ տեսանկյունից։ Երկրորդ գործոնը տնտեսական ակտիվությունը բավականին բարձր է վերջին տարիներին եւ շրջանառության մեջ փողի քանակն իսկապես մեծ է եւ մարդիկ նախընտրում են արդեն ավելի շատ խնայողություններ կատարել սպառման հաշվին, ներդրումներ կատարելու եւ գումարները այլ ուղղությամբ ծախսելու, օգտագործելու շրջանակում։ Սոս Խաչիկյանն էլ ընդգծում է, որ Կենտրոնական բանկը դեկտեմբերի նվազեցրել է 2025 թվականի գնային սպասումները 4%-ից դարձնելով 3%։ Տնտեսագետը 2025 թվականին Հայաստանում գնաճ չի կանխատեսում։ Հաշվի առնելով միջազգային կանխատեսումները Հայաստանի տնտեսության նկատմամբ, որոնք կարծես թե կայունության մակարդակում պահպանվում են որոշակի դրական աճով, կարծում եմ, որ էական փոփոխություններ տեղի չի ունենա։ Համաշխարհային մակարդակում կլինի գնաճ թե ոչ, ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության ավագ տնտեսագետը չի ցանկանում կանխատեսումներ անել։ Նա միայն շեշտում է, որ 2022 թվականին գրանցված ռեկորդային գնաճից հետո միայն նվազեցման տենդենց է պահպանվում։ Նարեկ Արուշանյան, Էդմոնդ Հակոբյան, լուրեր։